2025 թվականը մոտենում է ավարտին, իսկ Կապանում իրականացվող բազմաբնույթ ծրագրերը դեռևս ընթացքի մեջ են։ Անցնող տարին համայնքի կյանքում նաև կհիշվի աննախադեպ շինարարությամբ ու ակտիվ անցուդարձով։ Ավանդական դարձած տարբեր փառատոներին ու միջոցառումներին զուգահեռ համայնքում չի դադարել բազմաթիվ բակերի, տանիքների, խաղահրապարակների, մարզադաշտերի, կրթօջախների եւ այլ հաստատությունների հիմնանորոգումը։ Ինչ խոսք կապանցիներից շատերը կփաստեն, ամենաակնահաճո նախագիծը, որը շատ բան փոխեց Կապանի արտաքին տեսքում, Վաչագանի հիմնանորոգման մեծածավալ ծրագիրն էր։ Ջունգլիների վերածված երբեմնի գետն այլևս գեղեցիկ է ու գրավիչ։ Հիշեցնենք, որ բնապահպանական այս ծրագրի 3 փուլերից 2-ն արդեն իսկ ավարտվել է եւ մեկնարկել է 3-րդը։ Տիկին Էման պատշգամբից է հետևում հիմնանորոգման աշխատանքներին եւ շեշտում, քաղաքում իրականացվող յուրաքանչյուր բարեփոխում իր սրտով է։ Ինչ ուզում են անեն, քաղաքը ինչքան սիր ունի իրանց, ջահելների համար թողինի։ Ամենասիրունն են գինի, որ մենք էլ ես քանդված բաները սարքենք, որ սիր ունի։ Ենթադրենք ընդ սիր ունի, ես քանդված տանը ինչ սիրունություն կլինի։ Երրորդ փուլը երկարությամբ ամենամեծ հատվածն է եւ ընդգրկում է բժշկական կենտրոնի հարակից կամրջից մինչեւ Գարեգի Նժդեի հուշահամալիր, մոտ 687 մետր տարածք։ Ծրագրով նախատեսվում են իրականացնել արկա հենապատերի ուժեղացում, նոր հենապատերի կառուցում, Վաչագան գետի էսթետիկ տեսքի վերականգնում, ինչպես նաեւ հունի մաքրման աշխատանքներ։ Հավելում ծրագրով նախատեսվում է նաեւ իրականացնել հարակից բնակելի տների համար նոր կոյուղագծի կառուցում եւ միացում արկա կոյուղագծի Մելիք Ստեփանյան փողոցում։ Այս հատվածում եւս շինարարները տարիներով կուտակված աղբի վերածված տոննաներով զանգված են հանել։ Գետի մի ափից մյուսն անցնելու համար առանձնատների բնակիչները տասնամյակների ընթացքում հարթակներ էին կառուցել։ Այստեղ դրանք 17-ն էին, որոնք շինարարները ապամոնտաժել են եւ կփոխարինեն նորերով։ Կառուցվելի են նոր 14 հարթակներ, որոնք ծառայելու են նույն բնակիչների համար եւ մոտեցումն է փոխել այստեղ մեկ հարթակը ծառայելու 2 բնակելի տան սպասարկման համար եւ հարթակները նույնպես կառուցվելու են ինչպես ծրագրի առաջին եւ երկրորդ փուլերը նույն ճարտարապետական ոճի մեջ էսթետիկ տեսքը բարեկարգելու նպատակով։ Հայելային պատկերներ այս հատվածում չեն նախատեսվել։ Հենապատերի ամրացումներին զուգահեռ այստեղ եւս հատակը գլաքարերով կպատվի։ Գետի հունը նոր վերակառուցման ժամանակ արդեն ստանալու է հավասար գետի հուն, միատեսակ նույն լայնությամբ, ամբողջ երկայնքով, ինչի արդյունքում էսթետիկ տեսքը էականորեն կբարեկարգվի։ Հիշեցնենք, որ Վաչագան գետի հունի մաքրման եւ վերակառուցման ծրագիրը իրականացվում է համայնքային բյուջեով, այդ թվում բնապահպանական մասհանումներից գոյացած գումարով, որը ըստ օրենքի ծառայում է միայն բնապահպանական նախագծերի համար։ Սա պետք չէ խառնել համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքներին ուղղված սուբվենցիաների հետ։ Հասմիկ Ղոնյանը եւս մեկ անգամ հստակեցնում է, թե ինչ է նշանակում բնապահպանական մասհանումը եւ ինչպես է այն գոյանում։ Ծրագիրն իրականացվում է համայնքի վարչական տարածքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից վճարվող բնապահպանական հարկից պարտադիր մասհանումների գումարով, սակայն պետք է նշեմ, որ մասհանումների գումարը կազմում են ծրագրի ֆինանսավորման մի մասը եւ համայնքը ծրագրերն իր ավարտին հասցնելու համար օգտագործում է ֆինանսավորման այլ հնարավորություններ։ Ծրագրի երրորդ փուլի գումարը կազմում է ավելի քան 440 միլիոն դրամ։ Իդեպ գալիք տարի լայնածավալ հիմնանորոգման ծրագիր է նախատեսված նաև Ողջի գետի համար։ Այն եւս լիովին նոր տեսք կստանա ինչպես Վաչագանը, ել ավելի ակնահաճո դարձնելով Կապանը։ Հերմինե Միքայելյան, Ալեն Ծատրյան, Սյունիք լուրեր։